որ Սիսիանից կամ Գորիսից անպայման գնա հասնի, չգիտեմ, Երևան։ Շատ բաներ կա, որ մենք ուզում ենք անել։ Այս հիմա խոսում եմ վերևից նայում եմ, չէ, մեծ թվով մարդիկ գլխով սենց են անում։ Հիմա այդ գլխով անելը իրականություն դարձնելու համար պետք է դուք աջակցեք մեզ։ Ազգային ժողովում չպետք է հայտնվեն պատահական մարդիկ, ովքեր չեն գիտակցում իրենց անելիքը, նշեց Արթուր Բաղդասարյանը եւ հավելեց. մեր քաղաքական թիմը գրագետ է, կյանքի ու քաղաքական պայքարի դժվարին ճանապարհ անցած։ Մարդը պետք է օրենք գրի։ Պատգամի պարտականությունը ժողովրդի մատից փուշան։ Հրաժեշտից առաջ ՕԵԿ-ականները սիսիանցիներին հորդորեցին կարդալ իրենց նախընտրական ծրագիրը, իսկ իրենք ուղղություն վերցրին դեպի Գորիս։ Հանդիպումներ էին նախատեսվում նաև մարզկենտրոն Կապանում եւ մի քանի գյուղական համայնքներում։ Աննա Ավետիսյան, Նովել Հովսեփյան, առաջին լրատվական։ Ինչպես նշեցի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչները Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ բազմավարդ հանրահավաք են անցկացրել Կապան քաղաքում։ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները եւ կոչ արել քվեարկել հանուն իրատեսական ծրագրերի եւ արդեն իսկ կատարած վիթխարի աշխատանքի։ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մարզային հանդիպումներ, այսօր քարոզչական խումբ դարմավիրում էր։ Կոնգրեսն արմանվիստիներին վստահեցրել է, որ իրենց ձայները չեն կորչելու, ուստի պետք է քվեարկել վստահ ու ակտիվ։ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը հորդորել է նաև աջակցել տեղական կազմակերպությանը, մասնավորաբար վստահված անձանց ցուցակների ճշգրտման հարցերում։ Գյուղեգյուղ տնետուն միևնույնն է մեր ճշմարտությունը հասցնելու ենք էջմիածնում հավաքված հակ համակիրներին դիմեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։ Մեր ասելիքը հասցնելու ենք ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, համարձակ մարդիկ, շնորհակալ եմ։ Հետո անցավ գործնական առաջարկների։ Մենք ձեզ կոչ ենք անում երկուսն էլ քվեարկել մեր առաջարկած ձևով։ Մեկը Հայ ազգային կոնգրես եւ Հայաստանը մեկ օկրուգ է ամբողջ տարածքով եւ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կարող է Հայ ազգային կոնգրեսին ձայն տալ եւ երկրորդը մեծամասնական տեխնացուին։ Մենք այստեղ ունենք մեծամասնական տեխնացու Սարգիս Քոչարյան եւ կոչ ենք անում ձայնը տալ Սարգիս Քոչարյանին։ Սարգիս Քոչարյանը բնականաբար հավատացած եմ կհավաքի այնքան ձայն, որքան Հայ ազգային կոնգրեսը։ Քաղաքական դաշտն ավերված է, ամորձատված քաղաքական ծրագրերի միջև պայքար չկա, ասաց Արամ Մանուկյանը, հավելելով՝ միակ ծրագիրը հակինն է, քվեարկեք բինդու համարձակ։ Մի խեղճացեք։ 22 տարի պայքարի մեջ ենք, այդքան էլ կմնանք, բայց չենք թողնի խեղճացնեն մեզ։ Այս երկիրը մերն է։ Մորեխի նման կգան ու կգնան, ցրտի նման կգան ու կգնան, ձմեռվան նման կգնան, այս ժողովուրդը մնալու է։ Իրա գերեզմաններին, իրա ընտանիքին, իրա հողին կապված ու հաղթելու ենք մենք։ Մի գրամ չկասկածեք։ Իսկ հակ ծրագրի տնտեսական հատվածը Հրանտ Բագրատյանը ներկայացրեց, մինչև այդ հայտարարելով ընտրություններին մասնակից 9 ուժերից միակն են բաց ճակատով։ Սա միակ գործող 9 ուժերից սա միակը, որ եղել է իշխանությանը, հիմա բաց ճակատով գալիս է ձեր մոտ։ Վախենալու բան չկա։ Իմ մասին, եթե մեկը մի հատ կասի, ես մի բանը սխալ ասում, դուք ասեք սխալ ես, մի բանը սխալ չի ասում, 10 բանը սխալ ասում։ Բայց մեծ հաշվով մենք այս հանրապետության քաղաքացիներն ենք։ 5 րոպեում կարելի է վերացնել մոնոպոլիան, օլիգարխիկ տնտեսությունը նույնպես էջմիածնիցներին խոստացավ հականդամը։ Թոշակը կդառնա 99,000 դրամ միջինը։ Չհաշված ինֆլյացիան 5 տարում անմիջապես կդառնա 63,000։ Մենք տեսնում ենք այդ փողը։ Դրա համար միայն արդեն սկսած մայիսի 7-ից ամեն մի օլիգարխին կասվի նախ եւ առաջ հարկել է լրիմուծի, իսկ հիմա կասենք նաեւ անցած տարիներին ինչքան չես մուծել։ ՀԱԿ-ը մտադիր է միջին աշխատավարձը դարձնել 245,000 դրամ։ Նվազագույն աշխատավարձ սկզբից կդառնա 80,000 դրամ, հետո 145։ Ես որևէ խնդրեմ չեմ տեսնում անմիջապես 80,000 դրամ դարձնելու։ Որևէ խնդիր արդեն մի ամսից։ Հələ 5 տարի հետո որ կդառնա նվազագույն 145,000 դրամ մի կողմ թողնենք։ Տեսեք, ես տարբերվում եմ։ Ես չեմ ասում աշխատատեղ պետք է ստեղծեմ, դա ես չեմ անելու։ Դա դուք կանեք, երբ որ ազատություն կունենաք։ Ամենաէֆեկտիվ աշխատատեղն է, որ մարդն ինքն է ստեղծում։ Հայաստանը դատարկում են, գյուղացուն անճար են թողել, ձեր կաշին քերթում են, ձեզնից ձայն խնդրում, հակառաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն են եւ նրա առաջարկած միակ ելքը ընտրել հակին փրկվել։ Մի ճանապարհ ունեք, մեկ ճանապարհ։ Կանեք այս բանը, կփրկվեք։ Ապագա կունենաք, չեք անի։ Ոչ մեկին չմեղադրեք, ոչ մեկին, ձեր ձեռքում է, ասում են վախենում են, ինչ են անում, դո ինչից եք վախենում, ումից եք վախենում, մի անգամ ձեզանից մի բան է պահանջվում, ոչ ոք չի էլ վերահսկում ձեզ, երբ որ դուք գնում եք քվեարկելու, այո գալիս են համոզում են, կարող եք ասել ոչինչ, գնացեք ախպեր ջան, հա ձեզ կքվեարկենք, գնալուց հետո դուք մտնում եք այդ խուցը եւ անում եք այն ինչ որ պետք է,
Ես էլի վստահ եմ, անգամ որ ասում են վախեցած են, տներում նստած են, չեն գալիս, նրանց մեծ մասը էլի մեզ է քվեարկելու։ Ազնիվ բարոյական մարդիկ ընտրում են ՀԱԿ-ին, ելույթը եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀԱԿ քարոզչական խմբին սպասում էին նաև մեծամորում։ Բարև, պանոն ինչ է։ Աստրիկ թորնիկ, բարև։ Այս ընտրատարածքում ՀԱԿ մեծամասնական թեկնածուն Մերուժան Աբրահամյանն է։ Նա ողջունեց համակարգացիներին եւ մաղթեց պայքար մինչեւ վերջ։ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մեծամորձիներին ներկայացրեց այսօրվա Հայաստանի վերաբերյալ իր գնահատականները՝ կոռուպցիա, արտագաղթ, բարոյական անկում, իրավիճակը շտկելու ներուժ ՀԱԿ-ն ունի, տեղեկացրեց ՀԺԿ առաջնորդը։ Աղքատների թիվը աճել է 270,000-ով։ Սա է վիճակը։ Մենք հնարավորություն ունենք այս վիճակը փոխելու եւ պարտավոր ենք այս վիճակը փոխել, որտեղ կարծում եմ բոլորն են հասկանում, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Ես էլի մերտին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին։ Եկեք մայիսի 6-ին դնենք այս փոփոխությունների երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների հիմքը։ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիմնականում ատոմակայանի խնդիրներին էր վերաբերում, նա նախ ասաց, մեծ հաճույք է նման լսարանի առջև ելույթ ունենալ։ Ես կեղծիք չեմ անում, որտեղ ատոմակայանը այնպիսի բարձրագույն տեխնոլոգիա է, որին տիրապետելը ինձ հպարտություն է ներշնչում։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծամորձիներին պատմեց, որ իրենց իշխանության տարիներին նոր ատոմակայանի կառուցումն արդեն ծրագրված էր, հաշվի առնելով, որ հնի ժամկետը լրանում է, իսկ Հայաստանը միջուկային էներգիայի կարիք ունի։ 95 թվականից մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարել Ֆրանսիայի հետ։ Նոր ատոմակայան կառուցելու համար։ Պրեզիդենտ Ժակ Շիրակը անձամբ իր վրա վերցրեց այդ գործը։ Անձամբ։ Եվ ինձ խոստացավ, ես նրա խոսքին հավատացի, որովհետև նա շարունակեց այդ գործը, խոստացավ Հայաստանում ստեղծել մի նոր ժամանակակից գեր ապահով ատոմակայան 1200 մեգավատ հզորությամբ, 1200 Ռուսական ռեակտորով ու ֆրանսիական տեխնոլոգիաներով ատոմակայանը կկառուցվեր 6-7 տարում, ասաց Տեր-Պետրոսյանը։ Հիմա իշխանությունները հեքիաթներով են կերակրում, երկնաքերերի փողով 2 ատոմակայան կկառուցեին, ասաց ՀԱԿ առաջնորդը։ Մեծամորձիներին նա հորդորեց երկիրը չկործանել, այլ գնալ քվեարկել ՀԱԿ-ի օգտին։ Արմավիրի մարզը ՀԱԿ քարոզչական խմբի այցելությունների քարտեզում 5-րդն էր։ Ապրիլի 20-ին մայրաքաղաքային հանրահավաքի հաջորդ օրը ՀԱԿ պատգամավորության թեկնածուներին կսպասեն Գառնիում։ Սուսան Բադալյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզչական խումբը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի բնակավայրում։ Ընտրողների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը ասել է, թե հենց նրանցից է կախված, թե ինչպիսի ճանապարհ է անցնելու Հայաստանը առաջիկա 5 տարիներին։ Հայաստանի գլխավոր խնդիրը Գագիկ Ծառուկյանի համոզմամբ զբաղվածության հարցն է։ Նա նշել է, որ անհրաժեշտ է մշտական աշխատանքով ապահովել ոչ միայն այստեղ ապրողներին, այլև արտագնա աշխատանքի մեկնողներին։ Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը հայրենիքի բարգավաճման ուղղված կուսակցության ծրագրերը ներկայացրեց Շիրակի մարզի Արտիկի ու Անիի տարածաշրջանների բնակիչներին։ Առաջին հանդիպումը մարզի երկրորդ քաղաքում էր, Արտիկում։ Այսօր եթե ամեն մի պաշտոնյան, ամեն մի օրեն գրող, ամեն ոլորտի մարդու իրավիճակի մեջ լինի 6 ամիս, 1 տարի, տեսնի թե հիմնական ինչ խնդիր ունի, քոչակառում, գյուղացին, քաղաքացին, երիտասարդը, ծառայողը նա լիարժեք հասկանալով այդ կյանքով ապրելով, նա կհասկանա ամենակարևորագույն խնդիրը որն է։ Ամենակարևորագույն խնդիրը հիմնական հարկավոր է հնարավորություն եւ պայման։ Հնարավորություն պայման որ ստեղծվի, մարդիկ կարող են աշխատել, ստեղծել իրենց ընտանիքը բարեկեցիկ կյանքով պահելու համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու եւ մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին էլ միավորում են ազատության, արդարության, համերաշխության եւ հայրենասիրության գաղափարները։ Բարգավաճ Հայաստանը վճռական է այս արժեքները պաշտպանելու եւ տարածելու հարցում, վստահեցնում է կուսակցության առաջնորդը։ Ամենակարևորը կախված է ձեզնից, առաջիկա 5 տարիները դուք ոնց եք ապրելու։ Այնպես որ ոչ մեկին չմեղադրել։ Մեղադրել եք դուք ինքներդ ձեզ։ Մի օր չեք կարողանում մասնակցել ընտրություններին, ձեր խղճի առաջ, ձեր հոգու առաջ, գնաք մասնակցեք, ձայնը տակ ու պահանջեք։ Դա ասում եմ, դա վայել չի, դա ծանրություն է։ Այսօր ասենք, թե եթե մարդ այդ ծանրության տակ մտնում է, նա լիարժեք պետք է ժողովրդի հոգսերով, խնդիրներով, խնդիրներով օր ու գիշեր աշխատի։ Եվ եթե չի կարողանում,
իր հոժար կամքով ժողովրդի անեծքը չվերցնի իր վրա։ Այդ կարողանա ժողովրդի օրինակի խոսքը վերցնել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի հաջորդ կանգառը Շիրակի մարզի ամենափոքր քաղաքում էր, Անիի տարածաշրջանի Մարալիքում։ Մարզի երկու տարածաշրջաններն հիմնականում գտնվում են թիվ 36 ընտրատարածքում, որտեղ մեծամասամբ գյուղական բնակավայրերն են ու գերակայում են գյուղատնտեսական խնդիրները։ Գագիկ Ծառուկյանի ելույթը սակայն ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանուր զարգացման ծրագրերի մասին էր։ Ամեն ինչ լուծում ունի։ Եթե ասենք թե ամեն ոլորտ ունի 20 խնդրեմ, պետք է ամենակարևոր առաջնային խնդիրը։ Առաջնային խնդիրը մեր ժողովրդի զբաղվածության խնդիրն է։ Մարդիկ պետք է զբաղվածություն ունենան։ Զբաղմունք ունենան, որը կարողանան իրենց ընտանիքը պահել, իրենց ծնողին կերակրել, երեխային կերակրել, ոչ թե մարդը գումարի պատճառով, պարտքի պատճառով կերակրելու կամ ընտանիք չկարողանա մտնի տեսնի երեխաներին։ Գնում է ուրիշ երկրներ աշխատելու, փողվաստակի կարոտը սրտում, ընտանիքներ ստեղ կարոտած։ Պետք է պայմաններ լինի, որ մարդիկ վերադառնան իրենց ընտանիքի կողքին, վերադառնան իրենց ծնողներին, իրենց կանանց, իրենց բալիկներին, իրենց հարազատներին, միասնական կարողան աշխատեն, ստեղծեն, ապրեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին երկու քաղաքում էլ ընդունեցին ու ճանապարհեցին կուսակցության դրոշներով ու օրհներկով։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզչական օրն անցկացրել է Արմավիրում, որտեղ դաշնակցականներն իրենց ելույթներում հիմնականում կանգ են առել տնտեսական, սոցիալական բնույթի հարցերի վրա։ Չեն շրջանցվել նաև գաղափարական հարցերը, մասնավորաբար շեշտադրվել է կուսակցության դերակատարությունը Հայաստանի կյանքում։ Արմավիրի հանրահավաքային հարթակն այս անգամ դաշնակցությանն էր։ Միջև ծրագրային դրույթներին անդրադառնալը դաշնակցականները կարևոր համարեցին մեկ անգամ ևս հիշեցնել կենսապահովման նվազագույն զամբյուղի իրենց հեղինակած օրինագծի մասին, որն այդպես էլ օրենք չդարձավ։ Իսկ եթե այնպես լինի, որ ՀՅԴ-ն այս անգամ քանակական առումով ներկայացուցչական կազմով մտնի խորհրդարան, մի սու արյուն կտա իր նախընտրական ծրագրերին։ 200,000-ից ոչ պակաս աշխատատեղ կստեղծի մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության եւ փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում։ Բազմածնությունը խրախուսելու նպատակով կբարձրացնի ընտանեկան նպաստները, իսկ բազմազավակներին կապահովի բնակարանով։ Արծվիկ Մինասյանի այս հայտարարությունը ոգևորության ալիք բարձրացրեց։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ձեր կուսակցությունն է, ժողովրդի ծոցից դուրս եկած քաղաքական ուժը, եւ այսօր ժողովուրդը իր զավակին գրկած պետք է հնարավորություն տա առաջնորդելու այդ ժողովուրդը դեպի ազատություն, արդարություն, դեպի ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան։ Նկատելով, որ իրենց լսելու եկածների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները, Լիլիթ Գալստյանն իրենց ծրագրերից առանձնացրեց երիտասարդներին վերաբերող դրույթները, անհատույց հողահատկացում ու ցածր տոկոսադրույքով վարկեր բնակարանաշինության համար, աշխատավարձին ու կրթավճարին համադրելի որակյալ ու մրցունակ կրթություն։ Չմոռացավ նշել նաև, որ իրենց սոցիալական ծրագրերի արդյունքում ազգաբնակչության թիվը ոչ թե օրեցօր նվազելու, այլ աճելու է, շատանալու են բազմազավակ ընտանիքները։ Մեր բարձրագույն արժեքների կիզակետում հայոց պետականությունն է եւ հայ մարդը։ Նորից մտնում եք ընտրապայքարի մեջ։ Մտնում եք ընտրապայքարի մեջ ունենալով շատ կարևորագույն մի թիրախ մի արժեք՝ հայ մարդը։ Ավելի քան մեկ դարյա կուսակցությունն ապրած կյանքով է ապացուցել իր քաղաքական ծանրակշիռ ուժ լինելու փաստը, նշեցին բանախոսները։ Իրենց գաղափարները, որոնք ըստ Արմեն Ռուստամյանի հայաստանյան մի շարք կուսակցություններ յուրացրել են, կամա թե ակամա դաշնակցականներից ավելի դաշնակցական են դարձել։ Բոլորը խոսում են ազգային գաղափարախոսության կարևորության մասին, ժողովրդավարության կարևորության մասին, սոցիալիզմի մասին, հեղափոխություն անելու անհրաժեշտության մասին, այսինքն այնպիսի գաղափարների մասին, որ 22 տարի եղել է մեր գաղափարական հենքը եւ մեր ամբողջ կենսագրությամբ մենք փաստել ենք, որ իսկապես այդ գաղափարները կրող, այդ գաղափարներին նվիրված կուսակցություն է։ Դաշնակցությունն էլ ավելի կհզորանա, եթե ժողովուրդն իրեն հավատալով վստահի, այնպես ինչպես դա արեց Արցախյան ազատամարտի տարիներին, ասաց Արմեն Ռուստամյանը։ Հավատացեք, որ վստահելով դաշնակցությանը պաշտպանված կլինեք։ Մենք եկել ենք ասելու ձեզ, արգելիներս, դաշնակցությունը իր ողջ ռեսուրսով, ողջ կարողականությամբ այս գործի մեջ է մտնելու որպես առաջադիմադիր, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, ոչ մի իրավունք ձեր ոտնահարված, լինի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մարդու տարրական իրավունք չի պաշտպանվի այս երկրում, քանի չի պաշտպանվել ձեր ընտրելու իրավունքը։ Դաշնակցությունը եկել է այդ անի։
Լսարանի ակտիվությունից ոգևորված ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը։ Գեներալ լեյտենանտը չթաքցրեց իր հիացմունքը կուսակից ընկերների մտքերի հստակ ձևակերպումների եւ ասելիքը լսարանին մատչելի հրամցնելու վերաբերյալ։ Հայաստանի լուսավոր ապագան նայել է գործընկերների պես կապես դաշնակցական իշխանության հետ։ Այ մարդը միշտ մերժել է իր ներկան, հպարտացել է իր անցյալով եւ ապրել է ապագայով։ Ամեն անգամ սեղան նստելուց, գործ բռնելուց ասել է ոչինչ, թող